Հարգելի ընկերներ, այսօր գտնվում ենք ֆրանսիահայ պատմաբան Ռայմոն Գևորգյանի գրքի շնորհանդեսին, գիրքը կոչվում է «Завершение геноцида. Մուստաֆա Կեմալ. Уничтожение армян и греков 1918-1922 год»։ Շատ հետաքրքիր բան է, շատ ակտուալ գիրք է ըստ իս, եւ մի հատ մեր ընկերոջը Տիգրանին եմ ուզում հարցնեմ, ինչ է մտածում այս ամեն ինչի վերաբերյալ, որ այսօրվա պայմաններում հա մեզ փորձում են մոռացության տալ այս ամեն ինչը, եւ մի հատ Տիգրանին ուզում եի խնդրեի արտահայտվեր, տենայինք ինչա մտածում։ Շնորհանդեսին հեղինակը ներկայացրեց հիմնական գաղափարը նա էր, սիրելի ժողովուրդ, որ մենք սովոր ենք ընդհանրապես պատմությունը ներկայացնել, որ 15 թիվն էր Օսմանյան կայսրությունը իրականացրեց ու վերջ, բայց իրականում ցեղասպանական գործողությունները շարունակվել են մինչև 22 թվականը Արևմտյան Հայաստանում, ժամանակակից Թուրքիայի տարածքում, Կիլիկիայում, այսինքն դա երկար process էր ու ըստ էության նույնիսկ ժամանակակից, այսինքն հանրապետության, թուրքական հանրապետությունը շարունակել է երիտթուրքերի քաղաքականությունը։ Հիմա մեզ ինչ են ասում, մեզ ասում են մենք դեռ պետք է հասկանանք, ինչ ձև է եղել, պատճառները որոնք են ցեղասպանության, այսինքն փորձ է արվում վերանայել, այսինքն վերաիմաստավորել պատմությունը, ներկայացնել նենց, որ եթե մենք օրինակ չափստամբեինք, թուրքերը մեզ կխնային, էլի։ Այսինքն մեղավորությունը բերել մի կողմից մեր վրա, այդպես էլ հայտարարվում է, հա, մենք ենք դրդել։ Եվ աշխարհաքաղաքական բևեռներին, ուժերին տարբեր այդ ժամանակվա, որոնք օգտվելով առիթից հայերին դրդել են թուրքերի դեմ ապստամբել, ու թուրքերն էլ ստիպված մեզ սպանել են։ Այդպես է պատմությունը ըստ էության վերաշարադրվում, ինչը անթույլատրելի է, որովհետև հանցագործությունը ունեցել է կոնկրետ նպատակ, եւ ապստամբությունը ոչ թե եղել է ցեղասպանության պատճառ, այլ ցեղասպանական գործողություններն են հանգեցրել ինչ որտեղ ապստամբության, հա, մարդիկ պիտի դիմադրեին կյանքի եկել են իրենց սպանելու, եթե ինչ որ օջախներ կային դիմադրության։ Սա է խնդիրը, եւ մենք պետք է ուղղակի թույլ չտանք, որ մեզ փորձեն մոլորեցնել, լուծելով իրենց ինչ որ այս պահի անձնական խմբակային շահեր։ Այո, եւ մի բան ես եմ ուզում ավելացնեմ, որ ինչքան էլ ուզենան մեզ մոռացության տալ այս ամեն ինչը, հայ ազգը երբեք չի մոռանա սա եւ մենք միշտ պահանջատեր ենք լինելու։ Շնորհակալություն, կհանդիպենք։